ժեստինի այդ տղայից զոհվելուց հետո 96 թվին իմ երեխես վախից շաքար ստացավ։ Անցավ ինչ-որ ժամանակ այդ բուժումներից հետո, երկար բուժումներից հետո երեխես ստացավ ինֆարկտ։ Այս տունը վաճառեցինք, այդ ինֆարկտի $7000 տվել ենք իր վիրահատությանը։ Դրանից հետո նորից 2 տարի, երրորդ տարին արդեն նորից սկսեց հիմա էլ իր պոճկանները։ Պոճկաններն էլ արդեն շարքից դուրս ա եկել, դիալեզի ա երեխեն արդեն, օրու մեջ ես տանում եմ դիալեզի։ Իսկ մեր եկամուտը ընդհանուր մի հատ ամուսնուս թոշակն ա, մի հատ է զոհված երեխուս թոշակն ա, 80,000 դրամ։ Մենք դրանով չենք կարող ոչ մի հարց լուծել։ Ես դաժե չեմ կարողանում մի ամսվա մեջ օրու մեջ երեխուն տանեմ, չի հերիքում այդ գումարը։ Ես ուղղակի խնդրում եմ այդ բարի մարդկանց, ով որ կարա, խնդրում եմ, աղաչում եմ, ինչ որ գումարով օգնեք, որ իմ երեխուն տանեն գոնե արտերկիր, բժիշկներն ասել են, դրա փրկությունը արտերկրում է։ Գոնե տանենք այդ իմպլանտացիան են, մի հատ գոնե, մի հատ պոճկա, իմ երեխեն գոնե ապրի կյանք ունենա, ես չեմ ուզում երկրորդը կորցնեմ, էլ չեմ դիմանա ես։ Իսկ իրա բուժման հարցերը ընդեղ արդեն կարմիր խաչով կանցկացնեն, իրա մենակ պետք է որ 4000-ից 5000 եվրո լինի, որ ես իրա ճանապարհը ծախսի, իրա փաստաթղթերը լրիվ այդ գումարներով լրիվ դուրս գա, որ երեխեն հասնի այնտեղ, մենակ հասցնեն կարմիր խաչ, երեխուս կյանքը փրկվի։ Բարի մարդկանց խնդրում եմ, բարեգործ մարդկանց, ինչքան որ խիղճով կա, եթե աշխարհում մի հատ խիղճը չի մեռել, մի բանով օգնեն իմ երեխուն, օգնեն երեխուս հանեմ դուրս։ Հիմա ես այստեղ ոչինչ չունեմ, ոչ տուն, ոչ բան, ոչ մի բան չունեմ, վաճառված է սա։ Ես ոչինչ չունեմ, մենք մենակ խնդրում ենք, որ իմ երեխեն գոնե ապրի։ Ես ոնց կապրեմ, ինչ կապրեմ, էդի ես բան չեմ անում, մենակ իմ երեխեն ապրի, ուղղակի աղաչում եմ։ Ես էլ նույնպես խնդրում եմ բոլոր հայ ազգին, ում հնարավորություն ունի մի բանով օգնի, թող օգնեն։